եւ Որդու ոգուն Սրբո ամեն։ Մարդ արարածս միշտ իր մեջ զորավոր եւ խելացի մեկը կփնտրե։ Եվ միշտ մեգումը հետևելու կկարողի, որպեսզի ինքնավաճի եւ մեծնա։ Անոր համար ինքը տեսնենք դուներու մեջ բզդիկները, որոնք նմանին ծնողներուն, որտեղ առաջի ուսուցիչները իրենք են։ Դպրոց կերտան, ուսուցիչը պարունակսեն, կամ իրենց ընկերներուն կսկսեն հետևել։ Մեկը պարում ասավ, կհասկնա, չհասկնա, գուգադում է լսեն։ Միշտ այդ նմանելու եւ հետևելու օրինակը կա։ Եվ adոր համար Հիսուս շատ բաներ որ գներ, կսեր հետևեցեք ինձի։ Որոնք շատ բաների մասին չէր խոսել, բայց կսեր հետևեցեք ինձի, պետք է լակոն ու ես կգտնվի։ Եթե գուզեք իմ աշակերտներս լավ, պետք նմանիկ վարդապետին, լսեր։ Ուրեմն այդ հետևելու սկզբունքը Աստված սկիզբեն դրած է։ Եվ adոր համար իրեն հովիվ կգոչի։ Հովիվ ոչ թե վարձկան, որտեղ գիսե վարձկանի համար այն ադենները, երբ որ մարդիկ անասնապահությամբ գսպաղեին, մեկը երբ որ շատ քարներ ուներ եւ մեկ հոգի չէր բավեր, վարձկան ու գտներ, դրամը գուտար գսեր օրը $20 ասեմ, գնա արտերու մեջ կորբանին հետևել։ Բայց վարձկանը, երբ որ դեսներ վտանգը, քայլերը հարցակած են, թշնամիները հարցակած են, հոգը չի իր կաղներում, որտև շատ օրական վարձ կպետք որսնցեն, կծկեր և կպախներ։ Adոր համար Տերը գշշտեսելով, որ ես եմ իրավ հովինը, որը իր անձը կուդա իր ոչխարներու համար։ Եվ մենք 5 դագանի մեջ կտեսնենք այդ իրավ հովիվի պատկերը, որում մեջ Դավիթ թագավորի հետ, հովիվ էր ոչխարներու, անգամ արուզներու հետ կգրվեր, որտեղ ոչխարները իրեն համար այդ անմեղ կենդաններն են եւ նաեւ դուն ապահովողն են։ Եթե ոչխար չունիս, ինչ չունիս, հակուստ չունիս, որտեղ մորթեն հակուստ կշինես։ Ոչխար չունիս, կաթ չունիս եւ բագատ չունիս, բաներ չունիս։ Այսինքն իսկապես կյանքը կապված է ոչխարներին։ Ինչու մարդոց ոչխարներու կնմանեցնի ավետարանը։ Ինչ մտածած եք։ Ինչու չսեր աղվեսներ, քայլեր, արջեր, չէ՞։ Դեռ ամեն կենդանի նկարակիր ունի, չէ՞։ Այսպես դուք կսեք, չէ՞։ Ասենք աղվեսը մեկը քիչ շատ խորաման գլա, գսես ասի աղվեսի գնմանի։ Մեկը շատ բարգի, արջը մն ասմարթը։ Մեկը, եթե կորձի մեջ ասանք աչկերը բաց է շատ, ինչ կսենք, քայլ է ասմարթը կորձի մեջ, ադոր լավ երկեշ կողմերը կան։ Բայց իսկապես, երբ որ գնայինք, կենդաններու մեջ ամենեն անմեղ նկարակիր ունեցողը քարն է եւ աղավնին, եթե թրջուններ ունայինք։ Աղավնին եկեղեցին Սուրբ Հոգի խորհուրդն է, որտեղ անմեղ է եւ քարնուգը իր բնությամբ անմեղ է։ Եվ հետաքրքրական է։ Քարնուգը ինչու հովիվի պետք ունի, որտեղ ինքզինքին չի գրնա պաշտպանել, չէ՞։ Հիմա ասենք աղվեսը արագ գրնա վազել, ագրաններ ունի, քայլը գրնա գրվել, ուրիշ կենդանները, քարը կամ ոչխարը չի գրնար պայքարել, ինչ պիտի շատ բարձր ցայնով պիտի կանչե մե, չէ՞, ցայն պիտի անե։ Այսինքն, եթե հովիվը չլա, քարնուգը կորսված է։ Ուրեմն adոր համար իր անմեղությունը կպահե։ Եվ մարդը նույնն է։ Մարդը նայեցեք, որ չափալ ինքզինքին կարող կարծե, եք հատ վայրս կուկա, մեջ էդ կմտնե, երեք որ կբարվիս, չէ։ Որ չափալ չեմ գիտեր ինչը լաս, ուղեղիդ մեջ, մեկ փջիջմը, արյուն ցկեց, խառնվեցավ, ամենը պարալիզ եղելուս։ Այսինքն մենք շատ կարող չենք։ Եվ կենդաններու մեջ ամեն կենդանի դուրս գաբրի անտառը, չէ՞։
Բայց քառնուկը ինչ պետք ունի, հարախ պետք ունի, ախոր պետք ունի, ուր որ կրնա։ Նույնը մարդը, կենդանիներու մեջ մարդ արարածը միակն է, որ դուրսը չի գնալ։ Միշտ ինչ պետք ունի, հարկ պետք ունի, գլխին վրա կոծելիք պետք ունի։ Ուրեմն մենք բնությամբ շատ նման ենք կազմել։ Եվ ադոր համար, սովոր մեզի համար ճիշտ է, որ հետևինք զորավոր հովիվին, որովհետև ինչ կսե, հովիվը, դերն է հովիվս, ես բանի մը կարողություն միլի չունենամ, երբ որ իրեն կհետևինք, կարողություն չենք ունենար։ Եվ նաև, երբ որ Հիսուս կխոսի Ղուկասի ավետարանի մեջ կորսված թրամի, կորսված ոչխարի և կորսված որդի, անարակ որդի մասին է խոսքը, չէ, մասին։ Հոս որ գսե չի գրնար տունքալ, ոչխարը գորսվին է գգորսվի, թրամը գգորսվին է գգորսվի, չեն գրնար տունքալ, բայց մարդը մեկ առանձնահատկություն ունի, ջամփան գհիշե հովիվին երթալը, անարակ որդի բարակային դունը երթալը, որտև հոր ցայնը գիտեր, հոր ուսուցիչները գիտեր, ադոր համար Հիսուս ինչ կսե, ես եմ ճշմարիտ հովիվը, իմիններս իմ ցայնս կլսեն, կճանչնան, և ես իմիններուս ցայնը կճանչնամ։ Երևակայեցեք հովիվը, վարբետ հովիվը, երբ որ ոչխարներ ունի, ամեն քառնուկի ցայնը կզանազան է։ Մենք կգործենք մեկ ցայն է, չէ՞, բայց հովիվը գիտե, որ ադիգա նորածին քառնուկն է։ Անի գիտե, որ երիտասարդն է, անի արդեն դարեց քառնուկն է։ Ուրեմն նույն Աստծո այդ հարաբերությունն է, Աստված մեզի ամենուս ցայնը գիտե եւ փրկության միակ վայրը փարախն է կամ դունը առագի մեջի, որը եկեղեցին է։ Եկեղեցին է, որ կգտնվենք, եկեղեցին է, որ կորսվածները ետ կգան, եկեղեցին է, որ հայրը կգրգե մեզի, եկեղեցին է, որ հայրը կխոսի մեզի ավետարանի միջոցով, եկեղեցին է, որ մենք ուրիշներու հետ կհաշտվենք Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ գսենք, եւ եկեղեցին է, որ բարարդ եզը կմորթվի, որպես ինչ լա, խրախճան կլա, ուրեմն ամեն կիրակի اد իրականությունն է, որ մենք հաց և գինի միջոցով բարարդ եզը մեզի համար Քրիստոս եղավ, որ մորթվեցավ, որպեսզի մենք գտնվենք, խաչ ինչ հրա, աշխարհի 4 կողմ գաբեց իրարու, որպեսզի գործված մարդ չլա, չկարծիք միայն հայերը փրկված են, մենք ճամփա ունենք անցնել։ Խաչը մարդկությունը, ինչպես Հիսուսը սա ժամանակը պիտի կա, որ արևելքին, արևմուտքին մարդիկ պիտի կան, իսկ Աբրահամի զավակները դուրսը պիտի մնան, որտեղ չեն ընդունել իրեն։ Ուրեմն Աստված մեզ եկեղեցին տված է, որ մենք, երբ որ քայլելու կսկսենք նմանելու մեր մեղքերու պատճառով, հիշենք, որ անմեղությունը մեզի քառնուկ կդարձնե եւ Աստված կգա իր արյունով մեզի սրբելու և նորոգելու, որպեսզի մենք հետևենք բարի հովիվին։ Թող Աստված զորացնե մեզի, որ միշտ իրեն հետևենք և իր խոսքով միշտ լանք առատության և սիրո մեջ իրարու անենք։ Աստված օրհնի ամենքդ միասին հայր մերսենք։